Բայց որոշեցինք այս մասը ամփոփենք 2300-ից ավել ստորագրություն այստեղ հավաքագրվել, որտեղ զուտ ստորագրություններ չի, ես էլ եմ ուզում նշեմ, այսինքն այստեղ նույնականացված են մարդիկ, իրենք պահանջը էլի մեկն է։ Հետ կանգնել այդ որոշումներից, այսինքն այն ընդունված երկու օրենքները, որոնք շրջանառության հարկի ռեժիմը բարդացրել են, խեղաթյուրել են ամբողջ շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել, սրան ավելացվել է ընդամենը մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված հաշվապաների ու իրավաբանների հարկային բեռը, որ հուլիսի 1-ից թանկացել է, որը էլի ուղիղ ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վիճակի ազդեցության վրա, վատթարացման վրա, որովհետեւ մի կողմից կառավարությունը բարդացնում է հաշվառումը, մյուս կողմից այսպես ասած անհասանելի է դարձնում մասնագիտական ծառայություններից օգտվելը, ես խոսում եմ գերփոքր բիզնեսների մասին, այս գրության մեջ նաև կան հաշվապաններ, իրավաբաններ, մարզերից փոքր բիզնեսներ, առևտրի իրականացման վայրերից տարբեր բիզնեսներ եւ բոլորի այս ստորագրություններով մուտք են անում կառավարության ղեկավարի անունով, որովհետեւ մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում թե ազգային ժողովում, թե տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է։ Եվ բնական է այստեղ ոչ թե պետք է լինի մենախոսություն, այլ երկխոսություն, հերիք ասենց ասում անկանխատեսելի եւ բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել, այլ պետք է սա առիթ է, որ նրանք հաշվի նստեն եւ հասկանան, որ պետք է նստել, խորը ազդեցության գնահատում անել, նոր որոշումներ ընդունել։ Աբսուրդային ժանրից է, էլի, ասենք տարվա կեսից նույն հաշվապանների իրավաբանների մասով, ավելի խորը Տիկին Թովմասյանը կասի, ասենք տարվա կեսից հարկային ռեժիմ փոխել, ասենք չտեսնված բան է, ամբողջ աշխարհում չտեսնված բան է։ Այսինքն վստահ եք, որ Փաշինյանը ականջալուր կլինի եւ անձամբ կընդունի հարկատու հերոսներին։ Մենք երրորդ անձի անունից ես ոչ մի բան վստահության չեմ ասի, բայց այն լոգիկան, որ ներդրվել է այս կառավարության կողմից կամ հայտարարվում է, որ չգիտեմ 30 հոգով եկեք պետության մոդելի մասին խոսանք, ինձ թվում է բավարար է 2300 ու էլի եմ կրկնում, հենց հիմա էլի շարունակվում է, ինքներդ է տեսակ, որ էլի բերում են 2300 փոքր բիզնեսի ներկայացուցիչ ստորագրի եւ ասենք կառավարության ղեկավարը ժամանակ գտնի, խորը նստի վերլուծություն իրականացնի, թե ինչա կատարվում փոքր բիզնեսի կյանքում, հաշվապահի կյանքում, իրավաբանի կյանքում, որը իրենց կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Ներողություն, նախորդ եթե չեմ սխալվում 1 ամիս առաջ էր էլեկտրոնային, հա, նամակները։ Նախորդը ոչ թե ստորագրահավաքով էր, այլ ասոցիացիան, ՓՄԶ ասոցիացիան մշտապես որպես պետություն մասնավոր հատված երկխոսության, այսպես ասած փոքր բիզնեսի եւ պետության միջև տարբեր հանդիպումներ եղան, այսինքն աշխատանքային քննարկումներ, բայց այս պահին, ինչպես տեսնում եք, խնդիրը չի լուծվել, ավելի է խորացել։ Առաջի երամսյակը ամփոփելով, ասենք հենց փոքր բիզնեսն է իր մաշկի վրա զգում, թե ինչպիսի ծանր ու վատթարացնող նորմեր են, որոնք իրական կյանքում պատել է հենց փոքր բիզնեսին։